Արմավիրի, սիրելի և աշխատավոր ժողովուրդ, ողջույն։ Մենք այսօր շատ դրական լիցքեր ստանալով ձեր մարզից եկել ենք ասենք, որ տեր ենք կանգնելու խաղաղությանը, տեր ենք կանգնելու մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը։ Եվ այսօր մի զուգադիպությամբ նշվում է աշխարհում ընտանիքի միջազգային օրը։ Դուք գիտեք, որ ընտանիքը մեր հասարակության բջիջն է։ Եվ ուզում եմ նախ շնորհավորել այդ կապակցությամբ եւ ասել, որ պետությունը կանգնած է եւ կանգնած է լինելու մեր բոլոր ընտանիքների կողքին։ Ես երեք մի քաղաքացու եմ հանդիպել Երևանում, ով ասել է ինձ հետևյալը. ասել է մենք հիմա զգում ենք, եւ քաղաքացին կենսաթոշակառու էր, մենք հիմա զգում ենք, որ պետությունը կանգնած է մեր մեջքին եւ սիրում է մեզ։ Ասեցի ինչպես եք զգում, հայրիկ ջան։ Ասեցի ոնց ինչպես ենք զգում։ Դուք չեք, այս վերջերս բարձրացրեք կենսաթոշակը եւ նաեւ հետվճարը եւ նայել ապահովել մեզ բժշկական ապահովագրությամբ, առողջության ապահովագրությամբ։ Ասում եմ մենք հիմա զգում ենք, որ դա ինչ-որ բան է նշանակում եւ ոչ թե հակառակը, ինչպես պարոն Ռուբինյանը նշեց։ Եվ ես մի օրինակ բերեցի իրեն։ Ասացի հիշում ես հայրիկ ջան, 10 մի քիչ ավել տարի առաջ, երբ որ ընտրություններ էր լինում, տարբեր հատկապես համայնքներում բժշկական ակցիաներ էին անում։ Հիշում եք ժողովուրդ։ Այն որ Երևանից բժշկական խմբերով գալիս էին, դուք էլ հերթ էիք կանգնում այդ կենտրոններում, որ ձեզ հետազոտեին, որ ձեզ պետպատվերի ուղեգիր տային ու ասեին չմոռանաք ընտրել հանրապետական կուսակցությանը։ Այդ ընտրակաշար ժողովուրդ ջան, իսկ այն ինչ որ մենք արել ենք, նախ խոստացած ենք եղել մեր նախընտրական ծրագրում։ Մեր նախընտրական ծրագրում գրած է եղել եւ կենսաթոշակների բարձրացումը եւ առողջության ապահովագրությունը։ Իդեպ, մենք 7 անգամ բարձրացրել ենք կենսաթոշակները, 7 անգամ վերջի 8 տարիների ընթացքում։ Եվ սա ընդամենը հերթական բարձրացումն է եղել։ Հերթական բարձրացումն է եղել։ Ավելին, մեր նախընտրական ծրագրում ֆիքսված է, որ գնաճին համընթաց տեղի է ունենալու կենսաթոշակների ինդեքսավորում, որ դուք այլևս երբեք չստանաք այնքան կենսաթոշակ, որ այն նվազդինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Եվ դա հենց պետության սերն է ձեր նկատմամբ, եւ ձեր սերը պետության նկատմամբ, որտեղ մեր աշխատավոր հարկ վճարող քաղաքացիների շնորհիվ այդ գումարները գոյանում պետական բյուջեում։ Ավելին, այդ գումարների աճը ուղղակիորեն կապված է խաղաղության հետ։ Ինչու ենք մենք եկել տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Շատ պարզ պատճառով, որտեղ դրանից է բխում ամեն ինչ։ Առանց խաղաղության չի լինելու զարգացում, որը դառնալու է ձեր բարեկեցությունը։ Մենք տեր պետք է կանգնենք այդ խաղաղությանը, տեր պետք է կանգնենք մեր պետականությանը եւ ինքնիշխանությանը։ Դրանով ենք մենք մեր երեխաների ապահովելու կայուն ապագա, մեր ընտանիքների մյուս ամենակարևոր անդամներին, մեր ավագ սերնդին եւ երեխաներին, եւ նաեւ նեցուկ են կանգնելու այն ընտանիքներին, որոնք որ ունենում են երեխաներ։ Նույն նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի։ Այս վերջերս ինչ որ թվեր են հրապարակում, ասում են ամեն 4-րդ ծնվող երեխային 2 միլիոն դրամ ենք տալիս, լսել եք։ Մենք երրորդ երեխայից 4 միլիոնից ավել փող ենք տալիս, ձեր փողերն ենք ձեզ տալիս։ Ամսական 50,000 դրամ չհաշված հետ վճարը 6 տարվա ընթացքում, եկել լոլոներ են կարդում։ Տարական մաթեմատիկա էլ չգիտեմ, որ ավելի վատ բան են առաջարկում, քան հիմա է։ Չնայած տեսել ենք, որ հայերեն իմանային, մաթեմատիկա էլ կիմանային։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, մենք տեր ենք խաղաղությանը, տեր ենք ինքնիշխանությանը, տեր ենք անկախությանը, սիրում եմ բոլորիդ։